Այսօր երբ իրողություն են ներկայացնում խաղաղություն, որը ինչպես դուք արդարացիորեն նկատեցիք, Ադրբեջանի պայմանները կատարելու խաղաղություն է, եւ չկա մի բան, որ Ադրբեջանը պահանջ է դրել ու դա չի կատարվել, այդ դեպքում պարզ է խաղաղություն է լինելու, այսինքն Ալիևը խելագար չի, մի բան, որ իր կամքով կատարում են, գա պատերազմ հրահարի, հա։ 2023-24-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ մենք անգամ կարող ենք ստորագրել խաղաղության պայմանագիր, բայց ասենք 12 ամիս հետո կամ 12 օր հետո պատերազմ սկսի։ Մեզ պետք են միջնորդներ, ուժեղ միջնորդներ, որպեսզի այդ խաղաղությունը երաշխիքներ ունենա։ Հիմա փաստորեն ժողովրդին համաձայն է, որ մոլորեցնում են վերջնական խաղաղության տպավորությամբ, որ այլևս վերջ տարածաշրջանում հարցերը լուծված են։ Նախ առաջինը ուզում շեշտավորել, որ խաղաղությունը եւ կրկնել, որ խաղաղությունը մեզնով չի որ պայմանավորված։ Դա պայմանավորված է շատ ներողություն Ալիևի հաշվարկներով կամ կապրիզով։ Այսինքն ոչ թե մեզնից որևէ բան կախված չի։ Մեզնից բավական բան է կախված, հնարավոր չի մեր հարցերի քննարկում եւ մեզնից որևէ բան կախված չլինի, բայց այս պարագայում դա Ալիևի կապրիզն է, երբ կուզենա խաղաղությունը կընդհատի, պատերազմ կսկսի եւ այլն։ Հիմա մենք ասենք Ալիևի պարագայում մենք ինչ ձևով ենք պատկերացնում, ասենք, որ խաղաղություն ենք բերել եւ խաղաղ ապրելու ենք։ Ոնց ենք դա պատկերացնում։ Ես շատ դեպքերում նաեւ մարդկանց վախեցնում են, որ եթե իշխանապողություն տեղ ունենա, Ալիևը տեղը պատերազմ կսկսի։ Ես համոզված ասում եմ, Ալիևը ոչ մի հայ չի հավատում, եւ դա բացարձակ բոլոր դեպքերում ինքը նայելու է, թե իրեն ինչպես է հարմար եւ այդ պատերազմը սկսելու է։ Եվ պատերազմը սկսելու է իր հարմար պահին, ոչ թե մեր հարմար պահին։ Եվ դրա համար այդ խաղաղությունը ոնց հավատաս, եթե դու այդ ամենը հասկանում ես։